Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցիանուն քո, եկեսե արքայություն քո, եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըզհաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողումք մերոց բարդաբանած, եւ մի դանիր ըզմեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, Զիքոյե արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս Հավիտենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ կործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ ի կործոց, փրկյազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս Ամեն։ Գահավադանք ամենասուրբ երորդության, հորը որդիին և սուրբ հոգիին, գահավադանք Գաբրիելի ծերամբ ավեդումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեքորյա թաղումին, հարության, աստվածաբես համբարնալուն և հոր աչագոմը նստելուն, եւ ահեղ ու փարավոր երկրորդ կալուստին գնթունինք եւ գահավադանք ամեն։ Հրամեցեք։ Նախ ամեն բանի առաջ Քրիստոս հարյավի մերելոց։ Քրիստոս հարյավի մերելոց։ Քրիստոս հարյավի մերելոց։ Թող Հիսուսի հարության զորությունը, շունչը, ներգայությունը, հոգին, ծեր ոսկորներուն, ծեր ընտանիքներուն, ծեր անձերուն, մեր հայրենիքին եւ ամբողջ աշխարհի հավատացյալ մարդոց մեջ անցնի սիրելներ, եւ մենք կարողանանք իսկապես այս հարության հաղթանակը մեր մեջ ունենալ մինչեւ մեր կյանքի վերջին շունչը։ Որովհետեւ Սատանան զանազան տեսակի հարցակումներով պիտի փորձի սիրելներ եւ մեզ վախցնել, որովհետեւ Սատանայի մեծակույն զենքը մարդիկը վախցնել է։ Վախցնել պայմաններով, արտաքին պայմաններով, բادرազներով, հիվանդություններով, մահով, բայց հիշեցեք սիրելներ, Հիսուս Քրիստոս խաչին վրա եւ մանավանդ իր հարությամբ հաղթեց այդ բոլորին։ Հաղթեց եւ մահվան, հաղթեց եւ մեղքին, հաղթեց եւ Սատանային, անոր համար ըսավ մեզի իմ խաղաղությունը սկուդամ ցեզի, որ աշխարհի խաղաղութենեն դարբեր է, մի վախնակ ու մի խռովիկ։ Այսպես ըսավ դերը, մի վախնակ եւ մի խռովիկ։ Հովանես 14-րդ գլուխ 27-րդ համար։ Իսկ Հովանես 16-րդ գլուխ 30-րդ համար գսե Հիսուս քաչալերվեցեք աշխարհի վրա, թեև նեղություններ պիտի ունենաք, բայց քաչալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Հետևաբար սիրելիներ, մենք Քրիստոսի հարության այս հաղթանակի շունչը մեր մեջ պիտի ունենանք, որպեսզի կարողանանք դեմ տնել ամեն տեսակի մեղքերու։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մենք այսօր պիտի սկսենք հայտնության նոր գլուխ մսերդել 17-րդ գլուխը։ Այնտեղ պիտի տեսնենք, թե ինչպես Դերը Բաբելոնի վրա իր ահավոր բադիժը պիտի թափե։ Բաբելոնը, այսօր պիտի խոսին Բաբելոնի մասին, թե ինչ է Բաբելոնը։ Բաբելոնը սիրելներ հին աշխարհի Ասորեստանի մայրաքաղաքն էր, բայց Բաբելոնը բոլոր ժամանակներու ընթացքին այն գրոնական համագարկն է, որ Աստուծո թեմ է։ Եվ ամեն ժամանակ, երբ սիրելներ մենք գտնվենք աշխարհի մեջ, ուր Աստուծո թեմ, Աստուծո ձյալին թեմ, Սուրբ Հոգին թեմ, Սուրբերուն թեմ, Քրիստոսի եկեղեցին թեմ, հալածանք եւ ընդդիմություն կա, այնտեղ Բաբելոնը կա։ Հետևաբար, սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք միասին եկեք ընթերցենք, թե ինչպիսի թադաստան պիտի լա Բաբելոնին, հին ուրեմն գդագարանին մեջ այդպիսի թադաստանի մասին գխոսվի Երեմիայի մարգարեի 51-րդ գլխու առաջին 14 համարներու մեջ։ Եկեք միասին ընթերցենք։ Դերը այսպես կսե. Ահա ես Բաբելոնի թեմ եւ իր հագարագործներուս եւ իմ հագարագործներուս մեջտեղը բնագողներուն թեմ գործանարար հովմը պիտի բարձրացնեմ։
Բաբելոնի թեմ հոսողներ պիտի ղրգեմ, որոնք զայն պիտի հոսեն եւ անոր երգիրը պիտի բարբեն, որովհետեւ ամեն կողմը պիտի կան անոր թեմ ցախորտության օրը։ Աղեղնավորները թող լարե իր աղեղը, աղեղնավորը թող լարե իր աղեղը, աղեղնավորին թեմ եւ իր զրահի մեջ հբարտացողին թեմ։ Անոր երդասարտներուն մի խնայեք, անոր ամբողջ զորքը փնաչին չրեք։ Քաղթեացներուն երկրի մեջ սպանվածներ պիտի ինան եւ անոր փողոցներու մեջ խոցվածներ։ Արդարև Իսրայել ու Հութա իրենց աստուծմեն զորքերու դիրոճմեն չլքվեցան, թեպետ իրենց երգիրը հանցանքով լեցվեցավ Իսրայելի սուրբին թեմ։ Փախեք Բաբելոնի մեջ են, յուրաքանչյուրը իր անձը թող ազատե, որբեսի անոր անօրենությամբ չփնաչնչվիկ, քանի որ ասիկա դիրոջ վրեժխնդրության ժամանակն է, ինք անոր հադուցում պիտի անե։ Բաբելոն դիրոջ ցերկի մեջ ամբողջ երկրակունդը քինովցնող ոսկի բաժակ մի եղավ։ Ազգերը խմեցին անոր քինիեն, հետևաբար ազգերը հիմարացան։ Բաբելոն հանգարց դաբալեցավ ու չախչախվեցավ, ողբացեք անոր վրա, բալասան արեք անոր վերքին համար, թերևս փուժվի։ Փորձեցինք Բաբելոնը փուժել, բայց չփուժվեցավ։ Լքեցեք զայն, ու մեզ մե յուրաքանչյուրը իր երգիրը թող երթա։ Արդարևանոր Տադաստանը մինչև երգինք հասավ, մինչև նոսր ամբերը բարձրացավ։ Դերը մեր արտարությունը Երևան հանեց։ Եկեք ու Սիոնի մեջ պատմենք Տիրոջ մեր Աստուծույն գործը։ Փայլեցուցեք նետերը, բռնեցեք վահանները։ Դերը մարերու թակավորներուն հոգին արտնցուց, քանի որ իր մտադրությունը Բաբելոնի թեմ է զայն գործանելու համար։ Արդարև այս է Տիրոջ վրեժխնդրությունը, իր դաջարին վրեժխնդրությունը։ Թրոշակ բարձրացուցեք Բաբելոնի բարիստներուն թեմ, բահագակունքը ուժովցուցեք, բահաբաններ նշանագեցեք, թարաններ պատրաստեցեք, քանի որ դերը որոշեց եւ գործադրեց ինչ որ Բաբելոնի բնագիչներուն թեմ խոսած էր, ով հորտարած ճուրերու կով բնագող ու շատ կանցեր ունեցող քուվախճանդ հասավ, ակաությանդ չափը լեցվեցավ, զորքերու դերը իրանցին վրա երթում ռավսելով, անշուշտ մարախի բազմության չափ մարտոցմով քեզ պիտի լեցնեմ, որոնք քեզի թեմ հաղթության ջիջ պիտի բարձրացնեն։ Սիրելիներ, դերը հրավեր գուղ է այսօր ամբողջ մարդկության։ Այսօր նոր Բաբելոն մնե, որ սիրելիներ աշխարհի մեջ կա, եւ այդ մասին այսօր պիտի խոսիմ, եւ այդ Բաբելոնը օրե օր գզորանա։ Եվ գիտեք ինչ է այդ Բաբելոնը, միացյալ ազգերու այն համախմբումն է սիրելիներ, որոնք ամեն ինչ կնեն Աստուծո Սուրբ Գիրքը, Աստուծո օրենքները ամբողջությամբ մերժելու եւ մարդկային իրենց գամքին համաձայն իրենց օրենքները բարդատրելու։ Այսօր սիրելիներ աշխարհի մեջ սատանայաբաշներ զարմանալի էր այն օրը դեսա ուրեմն միջին Ամերիկայի մեջը գետրոնական բաժնի մեջը Բեդագան ուրեմն թադարանի մեջը նախքան թադը սկսիլը բաշտամունք եղավ։ Ընդհանրապես սիրելներ, գրոնավորներ, փեստերներ, հովիվներ կգանչվին եւ բզիկ աղոտ մգլա։ Գիտեք, որու եղավ ուրեմն աղոտքը, որու ուղված եղավ Սատանային եւ Ալլահին։ Սիրելիներ, երևակայցեք Ամերիկայի մեջ եւ ամեն մարդ ուրեմն պատասխանատուները ոտքի ելած գամ քաղաքապետարանի հանդիպում էր ինչ որ է եւ սիրելիներ Սատանային եւ ուրեմն Ալլահին բաշտամունքին աղոտ կրին եւ ասին որ պատրաստ են միշտ իր օրենքը Սատանային օրենքները գործադրելու։ Երևակայեցեք որ ուր հասած է, երևակայեցեք որ օրե օր այս բոլորը սիրելիներ ավելի պիտի խորանա։ Բայց հիշեցեք, Աստված ինչ է երկայնամիտ եւ բազումողորմ։ Աստված սիրելիներ մարդուն մեղքին համաձայն չի պատժեր դեղբույն վրա։ Եթե Աստված մեզ մեր մեղքին համաձայն պատժեր դեղբույն վրա, սիրելիներ մենք մյուսներեն լավը չենք հա։ Առաջին կացողը ես կլայի։
Մայրիկս, երբ որ փոքրիկ էինք, ասած եմ ցեզի, միշտ կսեր սուտ մի խոսիկ եղբորս եւ ինձի, Աստված երկինքեն քար գնեդե։ Եվ մենք կսարսափեինք, հազիվ սուտ մի խոսեինք երկին կնայինք, որ հանգարց քարը չկար, որ ասպես գարձեք մեկ գոմ պիտի շրջվեինք։ Բայց սիրելիներ, երևակայեցեք, որ ընդհանրապես մեծերը փոքրերուն լավ խրատներ գուտան եւ փոքրերը գվախնան, բայց եկեք տեսեք, որ մեծերը ամենամեծ սուդերն են, խոսողներն են, ամենեն մեծ սխալներ գործողներն են։ Բայց եթե Աստված իսկապես ամեն մեկ մեր մեղքին համար մեր վրա քարնեդեր, երկրակունդը քարագույտ կլար։ Երկրակունդի վրա ոյե մեկը չէր մնա, նույնիսկ սուրբեր չէին մնար, որովհետև իրենք ալ մեղավոր են եղած են, չէ՞, իրենք հաղթահարած են մեղքը։ Եվ այդ բոլորը գուքա Աստուծո ողորմութեն են, ոչ թե որովհետև մենք լավ բարեբաշխ հավատացյալ ենք, ոչ, որովհետև Աստված մեզի արիտ տված է ինչի թարնալու, զղջալու, ապաշխարելու։ Եկեք միասին երկենք ինչու գմերժեստուն հրավերն, փարցիալ, խաչյալ բրկին, որ գսե Եգուր, գլվամ քեզ կուբիղց մեղքերեդ եւ գնեմ քեզ սյունեն ալմակուր։ Եկ մեղավոր, եկ շուդրե, փած փազուկներու մեջ քեզ նեդե։ Երկենք միասին։ Ինչու գմերժեստուն հրավեն, խաչյալ փրկին, որ գսե Եգուր, գլվամ քո բիղձ մեղքերեդ եւ գնեմ քեզ սյունեն ալմակուր, եկ մեղավոր, եկ շուդրե, փած փազուկներու մեջ քեզ նեդե, եկ մեղավոր, եկ շուդրե, փած փազուկներու մեջ քեզ նեդե, ես ինչպես խաչին վրա, անդրդուչ քեզ համար գզովի, դես ինչպես անգոլա, ու չեմ սիրով քեզի գնայի, եկ մեղավոր, եկ շուդրե, փած փազուկներու մեջ քեզ նեդե, եկ մեղավոր, եկ շուդրե, փած փազուկներու մեջ քեզ նեդե, եկ շուտով խաչին դակ ձնրատրեմ, ու մեղքերդ անոր խոստովանեմ, եկ այսօր աշխարհեր աժարեմ, եւ ամբողջ կյանք տանոր նվիրեմ, եկ մեղավոր, եկ շուդրե, փած փազուկներու մեջ քեզ նեդե, եկ մեղավոր, եկ շուդրե, փած փազուկներու մեջ քեզ նեդե, եթե հիմա հրավերը մերժես, անոր սուրբ հոգին կվշտացնես, ու գուցե այս վերջին անգամն է, որ նա քո սրտի թուրն կզարնե, եկ մեղավոր, եկ շուդրե, փած փազուկներու մեջ քեզ նեդե, եկ մեղավոր, եկ շուդրե, փած փազուկներու մեջ քեզ նեդե, փած փազուկներու մեջ քեզ նեդե։ Եկեք մենք մեզ դիրոջ սուրբ փազուկներու մեջ նետենք սիրելներ, ինչպես երեխամը գնեդվի, ինչպես
Գարոցած մը գնեդվի իր սիրածին քիրգը, մենք ալ սիրելներ դիրոջ գարոդով իր քիրգը նետվինք եւ ասենք դեր ները մեղքերս եւ զիս ընդունիր։ Հաջորդ երգը Հիսուս սրդի թրան գանկնած։ Փակտրների եդեվից ու ժամին թուրը գտագվի։ Ով է։ Սիրելիներ ներսեն պիտի հարցնենք ով է, դերը կպատասխանե ես եմ, փած թուրը։ Ես եմ, փած թուրը։ Եվ երևակայեցեք, եթե ծեր սիրած անձը ծեր դունը կա եւ թուրը թագե, ինչ կնեք, գարցնեք ով ես եւ որ իմանաս ով է թուրը փակ կբահես։ Ոչ, այլ թուրը կփանաս։ Չէ, ներս կարամցնես, գկրգես իրեն։ Սիրելիներ, եթե բարս մարդկային մեր նման էյագիմը թիմած թուր կփանանք, հավա ուր մնաց դեր Հիսուս Քրիստոսի թիմած թուրը փանանք։ Եկեք միասին երգենք այս սքանչելի երգը։ Փակտրների ետևից ու ժամին ով է թագում ներսից պատասխան չես տալիս գարգին ով է անվերջ թագում այդ քո բրգիչն է դրան մոտ կանգնած սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակով գործված միայն թե սիրտդ փած այդ քո բրգիչն է դրան մոտ կանգնած սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակից գործված միայն թե սիրտդ փած Սուրբ հոգու ցայնը դու չես լսում թեր ով է թագում բայց այդ գանչը չի թաթարում երբեք ով է անվերջ թագում Այդ քո բրգիչն է դրան մոտ կանգնած սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակով գործված միայն թե սիրտդ փած Այդ քո բրգիչն է դրան մոտ կանգնած սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակով գործված միայն թե սիրտդ փած Այն թեր հնչում է ուժեղ ավելի ով է թագում մեղավոր դարձի եկավ աշխարհին ով է անվերջ թագում Այդ քո բրգիչն է դրան մոտ կանգնած սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակով գործված միայն թե սիրտդ փած Այդ քո բրգիչն է դրան մոտ կանգնած սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակով գործված միայն թե սիրտդ փած միայն թե սիրտդ փած միայն սիրտդ փած Տեսեք սիրելիներ բրգիչը մեղմությամ թուրը գտագե որբեսի չվախցնեմ ես Երևակայեցեք որ քնածած եք մեկը կասան գում թուրը գզարնե ինչ կլա դեղը լեղաբադար գլաս սիրտը դեղեն գելե եւ եթե նույնիսկ բարեկամը թե սիրելի թե թուրը փանասն է վրան պիտի բորաս որ ինչ այդպես թուրը գտագես մարդ աստուծո վախցուցիր դերը չի վախցներ որտեւ հիշեցեք ով կվախցնե դերը երբեք չի վախցներ
Դերը սիրելներ վախերը կփարադե եւ իր խաղաղությունը գուտա։ Իմ խաղաղությունը սկուտամ ցեզի։ Երբեմն սիրելներ մարդիկ, որոնք վախի մեջ են, եղած է բադած է ինձի, որ գանչած եմ, որ աղոտ կնեմ, կացած աղոտ կրածեմ, կամ եկեղեցի եկած են աղոտ կրածեմ, հավատքով աղոթած եմ, իրենց մխիթարած եմ, իրենց զորացուցած եմ Աստծո խոսքով, եւ ամեն խոսքերես վերջը, աղոթքես վերջը, երբ որ պիտի մեկնիմ կամ իրենք պիտի մեկնին, ինձ գսեն, որ հիմա վերջ այլևս ուրեմն վախ բռնողի չերտանք։ Վախ բռնող։ Ինչ սիրի վախ բռնող։ Եթե Աստուծո հանդեպ վստահություն չունենք, եթե վստահություն չունենք, որ Աստված ինքը վախերը կփարադե, ինչս եմ, կացեք վախ բռնողի, չեմ գիտեր ինչպես վախերնիդ կբռնե, բայց կացեք վախ բռնողի։ Սիրելիներ, Աստված ինքն է, որ վախերը կփարադե։ Փարադյաս սավս եւ բժշկյաս հիվանդությունս դեր Աստված մեր։ Եթե գհավադանք, այն ադեն կփարադի մեր մեջը։ Վախնալ ամեն ինչնալ։ Այլապես սիրելներ, այսպիսի հին ծևերով, որ մարդիկ վախ կբռնեին, այս կնեին եւ այլն։ Ես գիշեմ ժամանակին երեխա էինք, երբ որ վախնայինք, ինչ կնեին մեզի, շատ հիմար բաներ։ Սիգարետով գուկային մեր վիզը գայրեին։ Գիշեք, սիգարետով գուկային մեր վիզը գայրեին, որ վախերնից անցնի։ Գամ ուրիշ, այո, ճիշտ, բեբեկնալ ճիշտ է ասում։ Եվ նույնիսկ սիրելիներ, եւ նույնիսկ շատ ավելի ուրիշ բաներ թեր, որ հարմար չէ, որ այստեղ խոսիմ, եւ հիմա երբ որ գմտածեմ, որքան սնաբաշտություն եղած է մեր ժողովրդի մոտ, եւ այդ սնաբաշտությունը շարունակված է, թեր լավ է, որ սիգարետով գայրեն կամ երեսիդ վրա չուր գսրսկեն եւ այն բոլոր լավ են, ուրիշ ինչ բաներ կան, որ հիմա եթե հիշեմն է, սրտխառնոց կունենամ ուղագի եւ հարմարություն չեմ տեսնել, բայց գաղաչեմ ժողովուրդ ջան, միսեք որ նենայես սորված եմ ասիգա, մեծ մայրիկես զոկանչես սորվերեմ, զոկանչետ փամը չես սորվածի մադիգա սորվերես, գամ չեմ գիտեր այսին չեն սորված եմ, սնա հավատությունը ծեր մեջ են արմադախիլ ըրեք ամփոխչությամբ, սնահավատ մի ելակ, ավելորդապանությանց մի հավատակ, այլ հավատացեք միայն Աստուծո խոսքին եւ Աստուծո խոսքի զորության, հիշեցեք, Աստված ինչով ստեղծեց աշխարհը, իր խոսքով, Աստուծո խոսքը սիրելներ զորություն է, Աստվածը սավ եւ գադարվեցավ, հետևաբար երբ որ գանչեք կրոնավորմը կամ կրոնավորիմը գերտակ եւ աղոտ կխնդրեք վախի, հիվանդության կամ ոյ մեկ բանի հավատքով պիտի երթակ, որտեղ հիշեցեք, ամեն անգամ որ մարդիկ Հիսուսի անտիբեցան եւ խնդրեցին, որ բժշկե իրենց, Հիսուս մեկ բան ասավ. հավատքիդ համացայն թողոլա քեզի, ծեր հավատքին համացայն թողոլա քեզի։ Օրինակ գույրերը խնդրեցին, որ աչքերին բացվի, Հիսուսը ծեր հավատքին համացայն թողոլա, բացվեցավ իրենց աչքը, այո, ինչու, որովհետև հավատացին։ Սիրելիներ, ով որ կհավատա, ամեն ինչ կարելի է իրեն համար Հիսուսը ասավ։ Եկեք վերջին երգ երգենք դեր բահեզիս սուրբ խաչիտ արյունին տակ։ Ամեն օր աղոթենք, որ դեր բահեզիս ընտանիքս, զավակներս, թոռներս, ծնողս, հարազատներս, ազգս, քրիստոնյա ժողովուրդները քու խաչիտ արյունին տակ, քու ցերկերու տակ, քու բահբանության տակ, որբեսի սատանան չկարողանա մոտենալ մեզ։ Երգենք հավատքով։ Դեր բահեզիս սուրբ խաչիտ արյունին տակ, դեր բահեզիս թանկագին արյունին տակ, որ նետել չարին չհասնի, չհարված են իմ խեչ հոգին, ու չաբերեն կործը
Tangaki Derbahezis Ariunidag Derbahezis Ariunidag Derbahezis Surabhachit Ariunidag Ariunidag Derbahezis Tangaki Ariunidag Ariunidag Voralikner Mechizovun Shechordagen Charis Navun Ayla Bahov Hasnim Yestun Derbahezis Ariunidag Derbahezis Ariunidag Derbahezis Surabhachi Ariunidag Ariunidag Derbahezis Tangaki Ariunidag Ariunidag Vor Sadanan Chahachori Chapanel Yertahavadki Ayla Bahov Hasnim Kezi Derbahezis Ariunidag Derbahezis Ariunidag Vor Sadanan Chahachori Chapanel Yertahavadki Ayla Bahov Hasnim Kezi Derbahezis Ariunidag Derbahezis Ariunidag Amen Փառքեզ Աստված Փառքեզ Հաղաքս ամենայնի դեր Փառքեզ Փառք Աստուծո ամեն ինչին համար Դերը սիրելներ իր մահով ջզմեց մահը եւ իր հարությամբ հաղթեց մահվան եւ մեզի կյանք շնորհեց նմափառք Հավիդյանս ամեն Փարիկալուս ծեր բոլորին սիրելի քույրեր եղբայրներ հայրեր եւ մայրեր Փարի եկածեք բոլորդ անխդիր բոլոր անոնք որոնք մշտապես ներկայ են բոլոր անոնք որոնք այսօր առաջին անգամն են ներկայ են Փարիկալուս կամ վերադարձած են Փարի եկածեք ուրիշ ով եկած է այսօր առաջին անգամ Փարի եկածեք Աստված ցես տողորտն է եւ թող այս սերդողությունը բոլորիս համար դառնա հոգեվոր սնուցման օրտնյալ բահվան Սիրելի քույրեր եղբայրներ ես կողջունեմ նաեւ ուրեմն համացանցի ջամփով թե ուղիղ եթերով հետևող մեր բոլոր քույրեր եղբայրները աշխարհի 4 կողմերեն որոնք յետևին թող Աստված մեզ բոլորս հավատքով միախմբե եւ ճիշտ է որ երկրի վրա Թերևս չկարողանանք իրար տեսնել, բայց արժանի լանք հավիտենական կյանքին եւ այնտեղ հավիտենապես միասին ապրենք։ Որովհետեւ այս սերդողություններու նպատակը սիրելներ բարձրապես հոգեվոր ծերզի հոգեվոր ժամանց դալ չէ, այլ հոգեվոր սերդողությամբ ծեր հավատքը խորացնել, որբեսի փրկվածներու թիվը շատնա եւ ոչ թե բարձրապես եկեղեցի հաջախողներու թիվը։ Որովհետև գրնալ սիրելներ, որ գիտեք, կտեսնեք, դարվան ընթացքին քանի անգամներ մեր եկեղեցիները մեր ժողովրդին համար փոքր գուքան, ծնունդ, զադիկ, ինչ կինեմ Աստվածածին եւ այլն։ Ինչու, որովհետև այդ դարին այդ քանի անգամներուն մարդիկ առավելապար գխրնվին եկեղեցու մեջը։ Բայց սիրելիներ, եկեղեցիները գիտեք ինչի կնմանին, Հիսուս գիտեք ինչի նմանցուց ուրգանի, նետ Ուրգան Եվ որ ուրգանը գնեդվի ձովուն մեջ Եվ գկաշեն Անոր մեջը ամեն դեսակ Ցուկ կլա Բայց ամեն դեսակ ցուկ ուդվելիք չէ Անոր համար ինչ կնեն Ցգնորսները գնստին գզադեն Անոնք որոնք բիդանի են Գահավակեն
իսկ անոնք, որոնք անպետք են, գտապեն։ Հետևաբար, սիրելներ, եկեղեցիներն ալ ճիշտ այդ ուրգանին պես են։ Անոնք, որոնք բիդանի են, Աստված պիտի բահե։ Իսկ անոնք, որոնք բարձաբես անունի համար գուքան եկեղեցի, կամ ինչ նպատակներով, ինչ մտածումներով, անոնք եթե անպետք են, ադիգա թադողը ոչ ես, ոչ դուք պիտի լաք, որովհետև գրնալալ, որ Աստված միարասե մենք անոնց մեկ լանք, այլ Աստված պիտի լա, ինքն է արտար թադողը։ Անոր համար ինչապ գրնանք սիրելի քույրեր եղբայրներ, այս հոգևոր սերդողությամբ մեր վրայեն ինչը մաքրենք, մեղքի գեղդը կամ ժանքը։ Գիտեք, չէ, ժանքը ինչպես կմաքրվի գրագով։ Աստուծո խոսքը ինչ է։ Գրագ է։ Աստուծո խոսքը գրագ է, որ երբ որ մենք հավատքով գտնունենք, գայրե կմաքրե մեզի այդ ժանքեն, իսկ երբ որ ժանքը մաքրվի, ինչը մեջտեղ գել է, փայլքը։ Եվ Հիսուս կսե, թող ձեր գործերը այնպես լուսավորվին մարդոց աչքին, որ մարդիկ տեսնեն եւ ով փառավորեն, Աստված, Հայրը փառավորեն։ Շատ բարի, մենք սիրելիներ, անոնք որոնք առաջին անգամն է որ այսօր մեզի կմիանան, մենք կսերդենք հայտնություն Հովանու գիրքը եւ հասած ենք 17-րդ գլուխը։ Այսօր պիտի սերդենք 17-րդ գլխու առաջին երկու համարները։ Վերջին անգամ տեսանք 16-րդ գլխու մեջ թե ինչպես 7 վերջին բադուհասները, հարվածները աշխարհի վրա պիտի թափվին։ 7 հրեշտակներ յուրաքանչյուրը իր ցերքի մեջ անոթ մփռնած աշխարհի վրա պիտի թափե Աստուծո փարգության վերջին հարվածները։ Այս բոլորեն յետքսիրելիներ պիտի գործանի Բաբելոնը։ Այսօր պիտի խոսիմ ցեզի այս Բաբելոնին մասին, թե ով է այս Բաբելոնը, կամ ինչ է այս Բաբելոնը։ Եկեք անցնենք ուրեմն սերդողության, բայց նախքան եկեք անցնելը բզիկ վերապան մնեմ, այսպես ներածություն մնենք, որպեսզի ավելի լավ հասկանանք, որովհետև երբ սկսենք սերդել այսօր 17-րդ գլուխը եւ անցնենք նաեւ 18-րդ գլուխին, այս երկու գլուխներու մեջ պիտի տեսնենք սիրելիներ, թե ինչպես Աստված իր վերջին փարգությունը գտապե Բաբելոնի վրա։ Եվ պիտի տեսնենք, որ քազանը այս Բաբելոնին վրա նստած պիտի լա, եւ այս Բաբելոնը կներկայացվի որպես մեծ բորնիկ անունով։ Պետք է խոստովանիր սիրելներ, որ թյուրին չէ հայտնություն Հովանու գիրքը բացատրելը ամբողջությամբ։ Ինչու՞։ Որովհետև հայտնություն Հովանու գիրքը խորհրդանիշներով լեցուն է, եւ շատ մը խորհրդանիշներ, որոնք այսօր մենք կփորձենք Աստվածաշունչի ուրեմն խոսքերով բացահայտել, բայց իրականության մեջ շատ մը ուրեմն խորհրդանիշներ ավելի պիտի բացահայտվին, գիտեք երբ որ աշխարհի վախճանը կա, որովհետև հիմա շատ բաներ մեր աչքին դակավին ծածկված են, բայց գամած Սուրբ Հոգին մեզի գահիտնե, որովհետև Սուրբ Հոգին ինքն է որ գահիտնե այս բոլոր խորհրդանիշները, Սուրբ Հոգիով գրված են եւ Սուրբ Հոգին է որ գահիտնե այս բոլորը։ Եվ մենք այս բոլորին գադարումը, քանի որ մեր կյանքի մեջ այսօր կտեսնենք, անոր համար ավելի լավ կհասկանանք այսօր հայտնություն Հովանու գիրքը, բայց երբ որ հասնի աշխարհի վախճանը եւ այդ վերջին մեծ նեղության ժամանակը, այդ մեծ նեղության ժամանակին սիրելներ, այս բոլոր խորհրդանիշները ավելի հասկանալի պիտի դառնան մեզի, որովհետև դարացի գերբով այդ բոլորը պիտի գադարվին։ Եվ մենք պիտի տեսնենք, երբ որ սկսենք սերդել 17-րդ գլուխը, թե ինչու համար այս քաղաքը բորնիկ գոչվի, մեծ բորնիկ, ինչու համար այս բառը գործածվի։ Այս բառը ընդհանրապես մենք գսկուշանան կործածել է, բայց սիրելներ բորնիկ բառը Սուրբ Գիրքին մեջ շատ կարևոր նշանակություն ունի եւ իսկական իմաստով գործածվի, ես վերջը քիչ վերջ ավելի մանրամասն գխոսիմ։ Ինչու՞։ Որովհետեւ չար օրեր պիտի կան աշխարհի վրա, չար օրեր, վատ օրեր։ Եվ այդ վատ օրերու ընթացքին ոչ միայն սիրելներ անօրեններ, անաստվածներ, անհավատներ պիտի թշպախտապար գործվին, այլ գիտեք նաև ովքեր պիտի գործվին։ Գերծ քրիստոնյաները։ Այն քրիստոնյաները սիրելներ, որոնք մեկ կողմեն Աստված
գբաշտեն, բայց մյուս կողմեն գփորձեն աշխարհը եւ ուրիշ գրոններ, ուրիշ խաղապարներ, ուրիշ փիլիսոփայություններ հարմարցնել իրենց հավատքին։ Այո, ճշմարտաբար մեր ասկի մեջ ալ կան այդպիսիներ, որոնք սիրելիներ գսեն, այո, մենք քրիստոնյա ենք եւ մենք միշտ գսենք, որ մենք առաջին քրիստոնյա ազգ ենք, բարդանանք անոր համար, բայց եկեք տեսեք, որ որքան այսօր մեր մեջը հավատքի, ճշմարիտ հավատքի բագասը գա, որովհետեւ շատ մարդիկ սիրելիներ այսպես սինթեզը ուրեմն գնեն, այսինքն զանազան տեսակի գրոններ գբերեն եւ գհարմարցնեն իրենց հավատալիքներուն։ Ինչպես քիչ առաջ խոսեցած էզի սնահավատությանց մասին։ Մարդիկ օրինակ տամ, ամենը բարձ օրինակը, քրիստոնյա ենք, սակայն երբ որ հայկական դուները գմտնենք, ճշմարտաբար կտեսնենք, որ հայկական դուներու մուտքերուն գաբույթ հլուներ կան, կամ ցիու բայդեր կան։ Երբ որ գսենք, որ ինչու համար դրած է այդ բոլորը, գսենք, որ մեր նախնիները դրած են, մենք ալ դրած ենք, որ չար աչք չտպնա։ Հարցում, չար աչքը այդ գաբույթ հլունը պիտի հերացնի ընտանիքի հետ կամ քու վրայի հետ։ Հաբա ուր է հավատքդ։ Ուրեմն եւ որ հարցուցած է ըսած է մարդոց, որ ուր է հավատքդ, գսե, հա ես կհավատամ Հիսուսի, բայց աչքին ալ գավադամ ադոր համար ասիգա ինձ գփրգե, գսեմ շատ լավ, այո, գա չար աչք, սադանային գոմեգ ու կա, այո, անպայման, բայց չար աչքը այս քարը եթե քեզ բիդ ազատե, ուրեմն կնշանակե, որ այս քարը քեզի համար ավելի զորություն ունի, քան Աստված, քան խաչյալը, որովհետև երբ որ դու գսես, որ այո ես կավադամ Աստուծո փայծ, այդ փայծը գտնես, ուրեմն կնշանակե, որ դու արդեն ուրիշ աշխարհիկ կամ հետանոսական գրոններու խաղապարներ գուզես հարմարցնել քու հավատքիդ եւ ճիշտ այս ըսածս գիտեք ինչ կգոչվի Սուրբ Գիրքի մեջ հոգեվոր բորանգություն այսօր սիրելիներ աշխարհը գբադրաստե համընդհանուր գրոնական գազམ་ագերբությունը համընդհանուր համամարտկային եւ այս բոլորը սիրելներ ինչի անունին դակ կհավաքեն գիտեք էկումենիկ անունի դակ էկումենիկ շատ սկուշ կուզեմ մլալ որովհետեւ այսօր շատ եկեղեցիներ քրիստոնյա եկեղեցիներ կովկովի գուքան աղոտ կնեն եւ այլն էկումենիկ անունին դակ ես շատ կքննադեմ այդ արարքը եթե սիրով եւ ճշմարիտ սիրով եւ բարի նպատակով եղած է բայց այսօր ճշմարտաբար շարժումներ կան սիրելիներ համաշխարհային շարժումներ օրինակ կա համաշխարհային եկեղեցիներու խորհուրդը որ շատ լավ է ես կացած եմ ներկայ եղած եմ բայց իրականության մեջ այսօր անիգա իր հունեն ամբողջությամբ հերացած է անոնք որոնք կմաստակցին մեր եկեղեցականները շատ կմաստակցին մեր գաթողիկոսները նույնիսկ ադենաբեդ եղած են այդ էկումենիկ շարժումներուն բայց այսօր անոնց մեջ օրինակ կգտնվին միասերական եկեղեցիներ ինչպես կրնալալ որ սիրելիներ այդպիսի եկեղեցիներ գոյություն ունեն եւ ընդունվին երբ որ Աստված ամբողջությամբ հագարակ է Այն օրը անցնող շաբաթ կամ 10 օր առաջ դերևս տեսակ անգլիկան եկեղեցին անգլիկանը ուրեմն Անգլիայի եկեղեցին է անգլիկան եկեղեցին օձեց իր նոր եպիսկոպոսուհին դարձավ ամբողջ անգլիկան եկեղեցվո Անգլիայի եպիսկոպոսուհին ամբողջ եւ ինքզինք ուրեմն իր բանը դիտեցի առողությունը դիտեցի ցավելով բայց ուզեցի տեսնել որ ինչ խոր կա եւ ճշմարտաբար ինքզինք հայտարարեց ասավ ես Աստուծո գողմե ընդրված Աստուծո խոսնակն եմ երկրի վրա Սիրելիներ տեսեք որ սատանան ուր կհասցնե տեսեք որ սատանան ուր կհասցնե ամեն ինչը այսօր նույնիսկ միջ գրոնական լավ լսեցեք միջ գրոնական ուրեմն հանդիպումներ կգազմագերբվին գիտեք ինչ է միջ գրոնական օրինակ Դուբայի մեջներ, Աբու Դաբիի մեջներ, ուրեմն 3 դերմեր սարքեցին, 3 ուրեմն գրոններու համար հավաքավայրեր, քրիստոնյաներուն համար եկեղեցի, իսլամներուն համար մզգիթ եւ հրեաներուն համար սինագոգ եւ գոչվեցավ Աբրահամիկ ուրեմն աղոթադեղի։ Եվ հիմա որ աշխարհի մեջ
քովկովի գուքան եւ գրոնականներ եւ ասոնց մեջ նաեւ դժբախտաբար մեր գաթողիկոսներ, եպիսկոպոսներ եւ ուրիշ գրոնքի պատկանողներ, գրիշնաներ, բուդդաներ, գոմպիգյոսներ, ինչ գիտեմ տեսակ իսլամներ, հրյաներ եւ այս բոլորը գուքան այն հայդարարության տակ, որ մենք ամենքս նույն Աստուծո զավակներն ենք, Աստված պատմության ընթացքին զանազան մարգարեներ ղրգեց, որբեսի իրեն մոտեցնե մարդիկը, հրյաներուն ուղարկեց ուրեմն Մովսեսը, բուդդաներուն ուղարկեց Բուդդան, քրիստոնյաներուն ուղարկեց Քրիստոսը, իսլամներուն ուղարկեց Մուհամմեդը, այլ խոսքով Հիսուս Քրիստոսը գահամարվի հավասարներեն մեկը Աստուծո գողմե ղրգված այդ մարգարեներուն կամ հեթանոս այդ չաստվածներուն։ Գտեսնեք սիրելներ, որ համընդհանուր գրոնական ուրեմն համագարկը, գառույցը կպատրաստվի եւ իրականության մեջ այս գառույցը վերջավորության գիտեք որ ութեմ պիտի Աստուծո եւ անոր օձյալին թեմ։ Եվ այսօր մասին ուր գրված է Սաղմոս երկուքի մեջ։ Երկրորդ Սաղմոսի մեջ կսվի, տեսեք, գուզեմ գարտալ ցեզի։ Սաղմոս 2։ Ինչու ասկերը աբստամբեր են, ժողովուրդները թավաջանության ծրագիր կմշակեն, աշխարհի թագավորները կպատրաստվին եւ իշխանները կմիապանին դիրոջ եւ անոր օձյալին թեմ։ Գսեն, գդրենք անոնց շղթաները, մեր վրային թոթափենք անոնց լուծը։ Լսեցիք խոսքերը, գդրենք անոնց շղթաները, Աստված մեզ մե գդրենք, թոթափենք մեր վրային անոնց շղթաները։ Գիտեք սիրելներ, որու խոսքն է Բաբելոնի։ Եվ որ Բաբելոնի մեջը աշտարակը շինեցին, որբեսի Աստված իրենց այլևս չկարողանար գործանել իրենց հասկացողությամբ չրեղեղով։ Գդրենք շղթաները։ Եվ այսօր սիրելներ այս համագարկը գործի աշխարհի մեջ։ Եվ ցավալին գիտեք ինչ է։ Որովհետև այս աշխարհի չար ղեկավարները շատ լավ գիտեն ժողովուրդները ընդհանրապես գեհեդևին ոչ թե քաղաքական կորձիչներու, այլ առավելապար որոնց գրոնավորներու։ Անորամար սատանան եթե հաճողի քայթաղել գրոնավորները, այդ ժամանակ գրնա քայթաղել հանգիստ կերպով ովքեր ժողովուրդները։ Բնականաբար ինչու որովհետև հովիվ են գրոնավորները եւ ժողովուրդն ալ սուրբ քիրքի մեջ կգոչվի որպես հոդ, ոչխարներու հոդ, ոչխարները բարի ազնիվ, բայց ոչխարները առանց հովիվի չեն գրնար առաջնորդվին։ Հիշեցեք, որ Աստված նույնիսկ Եզեկիել մարգարեին Պերնով խստիվ հրյա անցյալի քահանաներուն գսե, ես ցեզ պիտի մերժեմ եւ ես հովիվ պիտի լամ իմ ժողովրդիս։ Ինչու որովհետեւ քայթաղեցուցին, սխալի առաջնորդեցին։ Հրյա քահանաներուն, գրոնավորներուն բաժարով չեր որ մերժեցին Հիսուս Քրիստոսը։ Հա? Քահանաներն էր որ թրտեցին ժողովուրդը ինչ բանի, սուրբ գիրքը հստակ կերպով գսե, որ ժողովուրդը բորա Հիսուսի համար ինչ, խաչը անե։ Ահա սիրելներ, եթե դուք հավատքի մեջ արթուն չլաք, եթե սիրելներ դուք հավատքի մեջ չխորանաք ցերոքի աչքերը չբացվին, հավատացեք որ հեշտ է գործվելը։ Մարդոց պիտի չհետևենք մենք։ Եթե գրոնավորներ սխալ են, այդ սխալը պիտի արդայդենք, պիտի իրենց անդրադարձնենք, որովհետև ոմանք կրնալալ, որ իրենք հոգևորապես տմրած են։ Բայց եթե սիրելներ դիտումնավոր գերվով իրենք գքայտագեցնեն մարդիկ ու մարդիկ գերտան մեղքի հետևեն, այդ ժամանակ իրենք հոգևոր բորոնգություն ըրած գլան։ Եվ այս համագարկը այս կրոնական համագարկը սիրելներ, որ սուտ մարգարեն նաև աշխարհի վաղճանին պիտի մեջտեղ անե, Բաբելոն կգոչվի, Բաբելոն, որովհետև Բաբելոնը այն վայրն էր, որ հավաքվեցան Աստուծո թեմ, եւ գիտեք ինչ կնշանակե Բաբելոն։ Բաբելոն կնշանակե խառնագություն։ Ինչպես որ դեռ մի որ շատ խառնակ է, ինչ կսենք, Բաբելոնի աշտարակը ըրած է այստեղ։ Բաբելոն կնշանակե խառնագություն։ Սիրելներ, տեսեք, ամեն ինչ իրարու կխառնեն, նույնիսկ ամուսնությունները իրարու կխառնեն հիմա։ Ամեն ինչը խառնագես, եթե ժողովուրդները այլևս մեկը մյուսին չհասկնար։ Ինչպես Բաբելոնի մեջ մարդիկ սկսան իրարու չհասկնալ, այնպես էլ սիրելներ հիմա մեկը մյուսին չհասկնար, խառնագություն։ Եկեղեցվո կյանքի մեջ ալ, ազգային կյանքի մեջ ալ, այսօր մեր ազգը ճիշտ Բաբելոն եղած է։ Մեկը մյուսին չհասկնար։
Մենք միշտ չհասկնար։ Ինչու՞։ Այս բոլորը սիրելիներ սատանայի գործ է, որովհետև մենք Աստուծո հեռացանք եւ մեր կյանքը Բաբելոն եղավ։ Մինչև որ չխոնարհինք, ինչպես որ մնացորդած գրքի մեջ կսե դերը, եթե խոնարհիկ եւ ծեր մեղքերը խոստովանիք, այդ ժամանակ ցեզ պիտի փուժեմ եւ ծեր երգիրը պիտի փուժեմ։ Մինչև այնադեմ որ Բաբելոնը մեր ազգի մեջ այսօր, քաղաքական կյանքի մեջ, կրոնական կյանքի մեջ, ազգային կյանքի մեջ, մենք սիրելներ դժբախտաբար այս ահավոր վիճակին մեջ պիտի մատնվենք։ Եվ պիտի տեսնենք սիրելներ, որ Բաբելոն անունին յետին եւ եկեղեցական գառույց եւ քաղաքական գառույց։ Պիտի տեսնենք 17 եւ 18 գլուխները սերդածադենը, որովհետեւ ները Հագաքրիստոս եւ որ աշխարհը պիտի փորձես սիրելիներ այնպիսի գառույց ստեղծել, որ իսկապես որ մարդիկը քայթակեցնե եւ դժբախտաբար անտուն տանի։ Հիսուսին չսավ իր աշակերտներուն, այսօր նույնը Հիսուս կսե Մատթեոս Ավիդարանի 26-րդ գլխու 41-րդ համարի մեջ. Արթուն մնացեք եւ աղոթեցեք, որբեսի փորձության մեջ չինակ։ Արթուն մնացեք եւ աղոթեցեք։ Սիրելի քույրեր եղբայրներ, անպայման աղոթքի ժամանակ ունեցեք, որբեսի այդ մեկը սիրելներ հատուկ ժամ ունենաք Աստուծո հետ խոսելու։ Բայց բացի ատկե, երբ որ օրվա մեջ է դանդիգին ես, դամ մեջ աշխատանքն ես, Փերանետ աղոթք արդասան է, շարական երգ է, սաղմոսս է, ինքնաշարժ գվարես, միտքը դեգավ, աղոթք գրե, եւ մեկ բան ալսեմ, երբեմն հաճախ կսենք, որ իրարու միտքս է իր, այսօր միտքս է իր, ով որ միտքդ կա, իրեն համար աղոթ է, ով որ միտքդ կա, որովհետև կնշանակի աղոթքի պետք ունի, եթե միտքդ մեկը եկավ, ամիջապես իրեն համար աղոթ է, հետևաբար աղոթքը սիրելներ թող մշտական դառնա մեր կյանքի մեջը, ահա այդ ժամանակ է որ փորձության մեջ չեն գինար, այլապես եթե շաբաթ պիտի աղոթեք, գիշեր պիտի աղոթեք, հոգնած եք պիտի չաղոթեք, այդ ժամանակ սիրելներ արթուն չեն գլար։ Եվ 17-րդ գլխու մեջ պիտի տեսնենք անգումը նաև այս կրոնական համագարկին, իսկ 18-րդ գլխու մեջ քաղաքական համագարկին անգումը պիտի տեսնենք, ինչու որտև դեր Հիսուս շուտով պիտի վերադառնա այս գլուխներեն վերջ, 19-րդ գլխու մեջ պիտի տեսնենք դեր Հիսուս Քրիստոս պիտի վերադառնա եւ պիտի ամբողջությամբ գործանե սատանան, ները, սուտ մարգարեն, Բաբելոնը, չար աշխարհը, Աստուծո Թադաստանը սիրելիներ ճշմարիտ է, դժբախտաբար այսօր մարդիկ չեն հավատար Աստուծո Թադաստանին, գարձելով որ սիրելներ Աստուծո Թադաստան պիտի չլա, որովհետև Աստված անմիջապես չէ որ գտադե, եւ ադոր համար իրենք այսպես անհոգության նվիրած են, բայց իրականության մեջ սիրելիներ դերը պիտի կա։ Եվ եթե դերը կա, ինչպես կուզե դերը որ մենք իրեն թիմավորենք, գիտեք ինչի պես, մաքուր հարսի պես, մաքուր հարսի պես։ Ինչ կնշանակե մաքուր հարս, Սուրբ Գիրքի խոսք է ասիկա սիրելներ, գարտացեք երկրորդ Կորինթացիս 11-րդ գլուխ 2-րդ համար, կամ հայտնություն ովանու 19-րդ գլուխ 7 եւ 8 համար։ Մաքուր հարս կնշանակե սիրելներ, որ քու սերդ միայն Աստուծո կվերաբայես, ոչ մեկ ուրիշ աստվածներու, ոչ մեկ ուրիշ խաղապարներու, ոչ մեկ ուրիշ։ Որովհետև ով որ քիչ առաջվա աստվածից պես գփորձե համացայնեցնել աշխարհի փիլիսոփայությունները, խաղապարները, ուրիշ գրոններու դեսություններ, անիգա սիրելիներ դժբախտաբար հոգևոր բորնիկ կդառնա Աստուծո աչքին։ Բայց մենք գոչված ենք հոգևորապես ինչ լալու, մենք գոչված ենք սիրելներ անթավաջան կյանքով Տիրոջ հետ ապրելու։ Հիշեցեք, Տեր Հիսուս Քրիստոս աստարարեց իր հետևորդները եւ ըսավ անոնց Մատթեոս Ավիդարանի 24-րդ գլխու 24 եւ 25 համարներու մեջ ըսավ Սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեները պիտի ելնեն եւ մեծ հրաշքներ ու նշաններ պիտի կատարեն, որբեսի մոլորեցնեն, շարունակությունը լսեցեք, եթե կարենան նույնիսկ Աստուծո ընտրյալները, ահա վասիկ ամեն ինչ սկիզբեն ըսի ցեզի։ Նույնիսկ Աստուծո ընտրյալները, հավատացյալները պիտի մոլորեցնեն այս սուտ
մարգարեները, սուտ ուսուցիչները։ Ըսկուշ եղեք եղբայրներ եւ քույրեր, գաղաչեմ ցեզի, ըսկուշ եղեք։ Հոգևորապես արթուն մնացեք։ Շատ հեշտությամբ գրնանք ամբողջությամբ գործվել, չմոռնաք, Պողոս Արաքյալ գսե ժամանակները չար են։ Եվ բոլոր ժամանակներու ընթացքին սիրելիներ միշտ Բաբելոն պիտի լա, այսինքն համագարկը, եկեղեցական համագարկը, գրոնական համագարկը, կամ քաղաքական համագարկը, որ սիրելիներ իր աստեցությունը պիտի աստեցնե մարդոց վրա, մարդոց միտքը պիտի շեղե, հավատքը պիտի շեղե, որբեսի մարդիկ շփոթին, սխալին, հերանան ճշմարիտ վարտաբեդութենեն եւ դժբախտաբար սիրելիներ թունավորվին։ Պիտի տեսնենք մենք հաջորդող շաբաթներուն, որ այս մեծ բորնիկ քաղաքը թուրսեն շատ շքեղ կներկայանա, բայց ներսեն թունավոր ու բղձալից է։ Այսօրվան բորնիկներուն պես, որոնք սիրելիներ թուրսեն այնպես հակված կլան, որ հմայեն, կրավեն, քաշեն իրենց, բայց իրենց մեջը ամբողջությամբ բղձություն կա։ Ահա սիրելիներ աշխարհը այսօր այդպիսին է։ Աշխարհը մեզի սիրելիներ կներկայացնի ամեն ինչը գեղեցիկ, ամեն ինչը հաճելի, ամեն ինչը կրավիչ, բայց իրականության մեջ երբ որ գճաշագենք, մեր մեջ անոնք կվերածվին ոչ թե քաղցության, այլ թարնության։ Սիրելիներ, եկեք սկսենք սերդել այս 17-րդ գլուխը։ Այսօր պիտի սերդենք ինչպեսի երկու ամառներ, որտեղ երկու ամառներու մեջ ցույց պիտի դրվի բիղձ եւ անարակ բորնիգը։ Վերջը 3-6 ամառներու մեջ, որ եկող շաբաթ աստուգամքով պիտի սերդենք, այնտեղ սիրելիներ պիտի ուրեմն անոր արդակին գերբարանքը պիտի նկարագրվի, իսկ 7-րդ համարեն մինչև 13-րդ համար խորհրդանիշները պիտի բացատրե հրեշտակը Հովհաննես Արաքյալին եւ 10-րդ համարեն մինչև 18-րդ գլուխը պիտի տեսնենք գործանումը այս անարակ բորնիկ քաղաքին։ Անցնենք բացատրության առաջին համար։ Եկեք նախ կարդանք միասին։ 7 անոթները ունեցող հրեշտակներեն մեկը ինձ եկավ, խոսեցավ հետս եւ ասավ. Հոս եկուր եւ ես քեզի ցույց պիտի դամ այն թադաբարդությունը, որում պիտի ենթարկեմ հրճագավոր բորնիկը, այն քաղաքը, որ շատ ճուրերու վրա գնստի։ Սիրելիներ, տեսեք, այս դեսիլքը գսկսի հրավերովը։ Ով է հրավիրողը? Հրեշտակը։ Որ հրեշտակը? 16-րդ գլխում մեջ որ տեսանք 7 հրեշտակները, որոնք իրենց ցերկի մեջի անոթներ, ամանները թափեցին Աստուծո փարգության աշխարհին վրա, անոնց մեկը 7 անոթ ունեցող հրեշտակներեն մեկը եկավ Հովհաննես Արաքյալին մոտ եւ խոսեցավ հետս եւ ասավ. հոս եկուր, հրավեր ուղեց, եկուր։ Ինչու համար, ինչի հրավեր ուղեց։ Հրավեր ուղեց, որ Հովհաննես Արաքյալը ինչ տեսնե։ Գարթանք նայեցեք, հոս եկուր եւ ես քեզի ցույց պիտի տամ այն հադաբարդությունը, որում պիտի ենթարկեմ հրճագավոր բորնիկը։ Ահա սիրելիներ կնշանակե, որ ժամանակը հասած համարեց Աստված, որ Բաբելոնը, այս մեծ բորնիկը, որու մասին քիչ վերջ պիտի տեսնենք, ինքը Բաբելոնն է, ուրեմն այս մեծ բորնիկին ժամանակը հասած համարեց Աստված, որ այլևս գործանեզինք։ Այս մեծ բորնիկ քաղաքը, որ գործանեց շատ մարդոց հոգիներ, ահա ժամանակ եկավ, որ ինք թադաբարդվի եւ գործանի։ Եվ հետաքրքրական է սիրելիներ, որ այս գլխուն մեջ 4 անգամ այս քաղաքը կգոչվի բորնիկ, առաջին 5, 15 եւ 16 համարներու մեջ, եւ 2 անգամ ալ սիրելիներ, երկրորդ եւ 4-րդ համարներու մեջ անոր կորձած մեղքը կգոչվի բորնգություն։ Հետաքրքրական է, ինչպես որ այստեղ այս 7 անոթներ ունեցող հրեշտակներեն մեկը եկավ Հովհաննես Արաքյալի մոտ եւ ցույց տվավ մեծ բորնիկը, երբ հասնին 21-րդ գլխու սերդողության
9-րդ համարի մեջ պիտի տեսնենք, որ այս նույն 7 անոթներ ունեցող հրեշտակներեն մեկը պիտի կա այս անգամ Հովանես Արաքյալին ցույց պիտի տա, գիտեք ինչը։ Վերին քաղաքը, վերին Երուսաղեմը, այսինքն Քրիստոսի հարսը։ Սկիզբը ցույց կտա Բորնիգը, մեծ Բորնիկ քաղաքը, բայց երբ որ Սատանան գործանի, ները գործանի, չար սուտ մարգարեն գործանի եւ անօրենները գործանին, այն ադեն այս հրեշտակներեն մեկը պիտի կա եւ Հովանեսին ցույց պիտի տա Քրիստոսի հարսը, վերին քաղաքը, վերին Երուսաղեմը, որ գգարտանք 10-11 համարներում մեջ, որ ինքը փայլքով, աստվածային փառքով զարդարված էր, ինչպես հասպիս կարը, փյուրեղի պես թափանցիկ։ Սիրելիներ, Քրիստոսի երկրորդ կալուստով վերջ պիտի տրվի անօրեն կյանքին, բորոնգության, մեղքին եւ Քրիստոսով սիրելիներ պիտի բացվի մեր դիմաց հավիտենական կյանքը։ Եվ հիմա հարցնեմ, ինչու համար ասիգա այս քաղաքը կգոչվի Բորնիկ։ Նախ ինչ կնշանակե Բորնիկ, կամ ով է Բորնիկը։ Բորնիկ կնշանակե անհավատարիմ, անարագ, հանրային գին, բերջաղիջ, այսինքն մեկը որ թշվախտապար կքայտաղեցնե ուրիշները և կումարի փոխարեն կմոլորեցնե զանոնք մարմնավոր մեղքերու մեջ։ Բայց Բորնիկ պարը միայն սիրելներ առօրյա կյանքի այսպիսի կորձ գադարով, բորոնգություն գադարողներու համար չի կորձածվիր։ Այլ փոխապերական իմաստով ալ Բորնիկ պարը կկորձածվի եւ մեր լեզվի մեջ եւ նաեւ դարբեր լեզուներու մեջ։ Օրինակ տամ ցեզի։ Օրինակ Բորնիկ կհամարվի այն մարդը, որ տրամի համար պատրաստ է ամեն ինչ արել, կամ ամեն ինչ քրել, կամ ամեն ինչ սդել, խեղաթյուրել, կամ զրբարդել, որբեսի շահ ապահովե։ Այդ մարդը, այդպիսի մարդը Բորնիկ մարդ կգոչվի։ Կամ սիրելիներ, Բորնիկ քրիչ կգոչվի այն մարդը, որ սիրելիներ փողի կամ շահի համար պատրաստ է ամեն ինչ, ամեն սուտ, ամեն բղծություն, ամեն զրբարդություն քրել, շողոքորթել, այդպիսին կգոչվի Բորնիկ քրող։ Մեկ խոսքով սիրելներ, վաճառված քրիչ ունեցողը, Բորնիկ քրիչ ունեցողը Բորնիկ կգոչվի։ Նաև քաղաքական կյանքի մեջ սիրելներ, այն քաղաքական գործիչը, որ քաղաքական հարցերու մեջ սկզբունք չունի եւ միջոցներու մեջ խտրություն չի տներ, ամեն տեսակ բղծություն գնե իր շահերուն հասնելու համար, անիկա կգոչվի քաղաքական Բորնիկ։ Հիմա այս բոլորը աշխարհի կյանքի մեջն են, բայց ասոնցմի ավելի բարձր գա ուրիշ բառը, որ հոգևոր կյանքի կվերապերի եւ կգոչվի հոգևոր բորոնգություն։ Ինչ է հոգևոր բորոնգությունը։ Սիրելիներ, հետևյալը։ Աստված իր ժողովրդին հետ իր միությունը կհամեմատե Սուրբ Գիրքի մեջ ինչի՝ այր եւ գնոջ անկագդելի միության։ Ճիշտ է։ Նույնիսկ եկեղեցին կներկայանա որպես Քրիստոսի ինչը հարսը, իսկ Քրիստոս որպես փեսա, աբրիկ։ Տեսեք սիրելիներ, միությունը Աստուծո եւ իր ժողովրդին նման է այր եւ գնոջ միության, միությունը Քրիստոսի եւ եկեղեցին նման է հարս ու փեսայի միության։ Ինչու։ Որովհետև սիրելներ, միակ միությունն է այր եւ գնոջ միությունը, որ Աստուծո թիմաց մեկ եւ անկագդելի կհաշվվի։ Որքան զորավոր է գաբը զավգի, ծնողի եւ զավակի, մոր եւ զավգի, չէ, շատ զորավոր է։ Բայց սիրելներ, մամայի եւ զավգի գաբեն ավելի ամուր եւ ավելի հզոր գաբը այր եւ գնոջ միությունն է։ Որովհետև մայր կամ հայր առավել զավակ հավասար է երկու,
Բայց այր առավել գին հավասար է Աստուծո աչքին մեկ։ Հիշեցեք Հիսուս ինչ ասավ. եւ անոնք մեկ մարմին բիդելան։ Զոր Աստված զուգյաց մարդ մի մեկնեսե։ Անոնց որ Աստված միացուց մարդիկ թող չփաժնեն։ Անորամար Աստված Սուրբ Գիրքի մեջ կսե ես գադեմ ամուսնալուծումը։ Սիրելիներ միությունը այր եւ գնոջ անկագդելի է, շատ բարի։ Ուրեմն նայեցեք, երբ որ անկագդելի է, ուրեմն Աստված մեզ գսիրե Աստված։ Բարձրացեք։ Ուրգե գիտենք, իր զավակը դվավ, զոհ որպես մեզի, չէ, խաչվեցավ մեզի համար։ Շատ բարի։ Աստված մեզ մեկը բաժնվի, ոչ, ով Աստուծո մեկը բաժնվի, մենք։ Մեղավորը, մարդիկը, մենք է որ կբաժնվենք։ Հիսուս եկավ մեզ ինչ հրավ խաչին վրա, ետ ինչ հրավ միացուց։ Դեսեք խաչը սիրելներ և ուղղահայաց է և հորիզոնական։ Գիտեք ինչու համար ուղղահայաց է, որովհետև խաչը գամուր չէ, մեզ որու գաբող, Աստուծո, և ուղղահայաց է, որովհետև Աստված գուզե, որ մենք իրարու հանդեպ ինչ ունենանք, սեր։ Ինչ են երկու մեծակույն պատվիրանները, սիրե քու դեր Աստվածդ ամբողջ սրտովդ, սիրե քու նմանդ քու անձիդ պես։ Խաչը անոր համար սիրելներ ուղղահայաց եւ հորիզոնական եւ ուղղահայաց է, որտեղ մեզ Աստուծո գաբե եւ իրարու։ Անոր հետեւաբար սիրելիներ գլքե իր հավատքը, գուրանա իր հավատքը, Գամ քրիստոնեական իր հավատքին գմիացնե աշխարհիկ ուրիշ հավատալիքներ, կամ ուրիշ կրոններու հավատալիքներ, այդ անձը Սուրբ Գիրքին խոսքին համաձայն կգոչվի հոգևոր բորնիկ, շնացող։ Հիսուս ինչ ասավ, չար եւ շնացող այս ազգը ինձ մե նշան գուզե։ Ինչու շնացող, որովհետեւ հրյաները սիրելներ հիշեցեք, Աստված հրյա ժողովուրդը ընտրեց իր գամավոր գամքով Աստված, գրնար հայերը ընտրել, գրնար փղշտացիները ընտրել, բայց Աստված զանոնք ընտրեց, եւ զանոնք ազատեց Եգիպտոսի գերուտենեն, ու տեւի խոստացված երկիր դարավ։ Անաբադին մեծ սիրելներ, հրյաները ինչ պաշտեցին։ Հորդ պաշտեցին, ոսկի հորդ։ Ոսկի հորդ պաշտելով ինչ էին Աստուծո թեմ։ Բորոնգություն, հոգևոր բորանգություն, անոր համար Հիսուս իրենց ասավ չար եւ շնացող ազգ։ Եվ հետաքրքրական է սիրելներ, որ Սուրբ Գիրքին մեջ 3 քաղաքներ, բորնիկ քաղաքներ կգոչվին։ Գիտեք որոնք են այդ քաղաքները։ Առաջինը Բաբելոնը, երկրորդը Փյունիգեն Դյուրոսը, որ գիտեք ինչն է, Լիբանանն է, եւ երրորդը Երուսաղեմը։ Այս 3 ազգերը, այս 3 քաղաքները ներողություն 5 դագարանի մեջ, մարգարեությանց մեջ բորնիկ կգոչվին։ Ինչու՞։ Որովհետև Աստված լքեցին Աստված, ու հատկապես Երուսաղեմը, լքեց Աստված եւ սիրելներ բորանգացավ, ուրիշ Աստուծո յետևեն քնած։ Եվ անոր ասի այսօր գլքե Քրիստոսը եւ ուրիշ աստվածներու յետևեն երթա, անիգա հոգևոր բորոնգություն կործած կլա։ Եվ դժբախտաբար այսօր շատ դժվար է համոզել անհավատներուն, թե Աստված սիրելիներ օրը խստությամբ պիտի թադե ու թադաբարդե։ Ինչու համար քիչ առաջ ասի, որովհետև քանի որ Աստված այսօր անմիջապես չի բաժեր մարդիկը գարձեն, որ իրենք անբադիժ պիտի մնան։ Սակայն Աստված համբերություն կտա եւ սակայն Աստված պիտի բաժե ճիշտ ժամանակին։ Օրինակ գարտամ ցեզի Հռոմայացիներու նամակի 2-րդ գլխու 5-8 համարները։ Տեսեք ինչ կսե Արաքյալը։ Բողոս Արաքյալ։ Քու գարձությամբ եւ չզղջացող սրդովդ միայն փարգություն է որ գտիզես քեզի համար, երբ փարգության օրը կա եւ Աստուծո արդար տադաստան հայտնվի։ Որովհետեւ Աստված յուրաքանչյուրին պիտի հադուցանե անոր կորձերուն համացայն։ Հավիտենական կյանք պիտի դա անոնց, որոնք բարի կորձերու մեջ հարադեվելով փառք ու բադիվ եւ ամաություն կփնտրեն, իսկ փարգություն եւ զայրույթ պիտի վերաբահի անոնց, որոնք հագարագութենե դարված չեն հավանիր ճշմարտության, այլ անիրավության մեջ կմնան։
Սիրելի եղբայրներ, գաղաչեմ ցեզի, չլա որ հանգարց ձեր զավակներուն ալսեք, թաստիարակեցեք, ովևէ մեկ ժամանակ տերասան, երկիչ, մարզիկ չբաշտեն, չսեն որ մենք ձեր գուրքերն ենք, գիտեք հիմա հայերեն մեջ ալ այս բառը շատ կգործածվի, մենք ձեր գուրքն ենք, մենք ձեր երկրբակուներն ենք, գործածենք չէ այս բառը երկրբակու, ինչ կնշանակի երկրբակու գիտեք, երկրբակել, Եվ ճշմարտաբար Հայաստանի պրոգրամներում մեջ երբեմն տեսած եմ, հանգարց մեկը երկիչ մգել է, մյուսները ժողովուրդը ադան կնեն։ Ասիգա հոգևոր բորանգություն է։ Իմանալով, չիմանալով ճշմարտաբար տեսեք մարդիկ ինչ մեղքի մեջ կինան։ Տեսեք ինչ մեղքի մեջ կինան։ Ահա որ մեղքի մեջ Եվ ասիկա սատանան է որ գնե եւ ճշմարտաբար սիրելեր մեկը որ ռավ շատ լավ գիտենք որ ամեն անգամ սատանան բզդիկ բամը գաթիլը մեղրի պես է չէ ինքը գոկտակորձի անիգա որպես ինչը լա դարածվի մեկ հոգի եթե այդպես ռավ վերջ արդեն կդարածվի հաջորդը երկու հոգի հաջորդը 10 հոգի հաջորդ օրը ամենքը սիրելիներ հոգևոր բորոնգություն է ասիկա ձեր զավակներուն բացատրեցեք որ աստուծո մեզ զարդ ուրիշ ովևէ մեկը չբաշտեն, ովևէ մեկը, նույնիսկ սուրբերը բաշտելի չեն, սուրբերը մեծարվելիք են, մենք սուրբերը կմեծարենք, բայց չենք բաշտել, միակ բաշտամունքը ուղղված է ամենասուրբ երրորդության, Հորը, Որդին, Սուրբ Հոգին, մեկ Աստվածության, այդքան, մնացյալ ամենը սիրելներ գրաբաշտություն է, հոգևոր բորանգություն է, Տեսեք այս բորնի քաղաքը ուր նստած էր, ինչ կսե, այդ քաղաքը, որ շատ շուրերու վրա գնստի։ Որ քաղաքի մասին է, մենք 5-րդ համարի մեջ պիտի տեսնենք սիրելներ, որ այս քաղաքին անուն կդրվի, եւ այդ քաղաքին անունն է Բաբելոն։ Բայց որ Բաբելոնի մասին էր։ Հիշեցեք, որ եւ որ Հովանես Արաքյալ այս նամակը, այս հայտությունը գկրեր, Բաբելոն քաղաքին մասին չէր մտածեր Ասորեստանի Իրաքի մեջի Բաբելոնի։ Այլ Բաբելոնը որպես խորհրդանիշ անուն կգործածեր եւ գիտեք որ քաղաքին համար գակնարգեր իր ժամանակ Հռոմ քաղաքին Հռոմ եւ Պետրոս Արաքյալ իր առաջին Պետրոսի նամակի 5-րդ գլխու 13-րդ համարի մեջ դեսեք սիրելներ շատ հետաքրքրական գերբով Բաբելոն գոչե Հռոմը նայեցեք ինչ կսե այստեղ Բաբելոնի մեջ գտնվող եկեղեցին որ ծեր ընդրելագիցն է գողջունեցես Պետրոս Արաքյալ Բաբելոն գտնվեր ոչ ուր գտնվեր Պետրոս Արաքյալ Հռոմ եւ գսե այստեղ Բաբելոնի մեջ գտնվող եկեղեցին ուրեմն Հռոմը սիրելիներ խորհրդանիշ որպես գներգայանար ինչ անունով Բաբելոն անունով հիմա պիտի բացատրեմ որ ահավասիկ եթե Հռոմը որպես նոր Բաբելոն կներգայանա աշխարհի մեջ սիրելիներ բոլոր ժամանակներու ընթացքին այն ուրեմն քաղաքները որոնք Աստուծո թեմ եւ Աստուծո եկեղեցին թեմ հալածան կնեն այդ քաղաքները համաձայն Սուրբ Գիրքին կգոչվին ինչ Բաբելոն Աբրիկ Բաբելոն հիմա երկու բառով նաեւ խոսիմ սիրելներ Հռոմի մասին ցեզի Անցյալին Բաբելոն քաղաքը ինչու համար նախճուրերուն վրա գսե անցյալին հին Բաբելոնը Ասորեստանը գտնվեր Եփրատ գետին վրա Եփրատ գետը Բաբելոն քաղաքը երկուքի կփաշներ հետևաբար Եփրատ գետին վրա գնստեր եւ բազմաթիվ չրանցները ռացեին սիրելներ արևդրական սկանչելի գետրոներ Բաբելոնը Հռոմն ալ սիրելիներ ճուրերու վրա էր որովհետեւ դիպեր Տայբիր գետին վրա ինքը հաստատված էր եւ նաեւ սիրելիներ հռոմեական գայսրությունը հսկա դարածում ուներ ամբողջ միջերգրագանի ծովու երկիրները գրաված էր Հռոմը Քրիստոսեն առաջ 753 թվականին հաստատված էր եւ այդ ժամանակ սիրելներ ատկե վերջը սկսավ Հռոմը մեծնալ եւ սիրելներ ինչ եղավ Հռոմը սկսավ սիրելներ դարածվին մանավանդ հռոմեական գայսրությունը եւ մեջտեղ ելավ ամբողջությամբ ամբողջ միջին արևելքը մինչև Եվրոպա մինչև Անգլիա գրավեց այսինքն Անգլիային մինչև Արաբիա ամբողջությամբ հռոմեական իշխանության դակ կգտնվեր
Եվ ուրեմն սիրելներ այդ հռոմեական իշխանության դակ գտնվելը ինչ էր, որ բոլոր թագավորները իրեն ենթակա էին, բոլոր ազգերը իրեն ենթակա էին։ Եթե գիշեք անցնող անգամներուն ցեզի էսի, որ Սուրբ Գիրքին մեջ ճուրերը խորհրդանիշ են ինչի, աբրիկ ժողովուրդներու, եւ նայեցեք այս 17-րդ գլուխը, երբ որ գսերդենք, երբ որ հասնենք 15-րդ համարին, դեսեք ինչ մի դեսե հրեշտակը պիտի բացադրե Հովհաննես Առաքյալին եւ դեսե այս ճուրերը որ գտեսնես եւ ուր բորնիկը գնստի ժողովուրդներ են, բազմություններ, ազգեր ու լեզուներ։ Եվ որ այստեղ գսե այն քաղաքը որ շատ ճուրերու վրա գնստի, գնշարագես սիրելներ որ այդ ժամանակվա Հռոմի մասին գխոսի, որ Հռոմը գիշխեր շատ ժողովուրդներու, ազգերու եւ լեզուներու վրա։ Ըստակ է։ Բայց հիշեցեք, որ միայն Հռոմի մասին չէ, այլ աշխարհի վաղճանին ները սիրելներ պիտի կա եւ աշխարհի բոլոր ազգերը, բոլոր ժողովուրդները, բոլոր լեզուները իրեն ինչ պիտի իրեն պիտի ենթարկե։ Հռոմը այդ ժամանակ շատ մեծ էր։ Հռոմը սիրելներ Բաբելոնի գայսրութերեն ավելի մեծ էր։ Երևակայեցեք Հռոմ քաղաքը սիրելներ 1 միլիոն մարդ կապրեր։ 1 միլիոն։ Ամենամեծն էր աշխարհի մեջ, ամենամեծ քաղաքն էր։ Եվ քանի որ բոլոր վայրերը գրաված էր, ամբողջ միջերկրական, ամբողջ Եվրոպան, բոլոր ճամփաներ ուր գտանեին Ռոմ, այս խոսքը լսած եք, չէ՞, բոլոր ճամփաները Ռոմ գտանին, որտեղ իսկապես այդպես էր։ Բոլոր ճամփաները ուր գտանեին Ռոմ, Ռոմը մայրաքաղաքն էր ամեն ինչի, Ռոմը գետրոնն էր ամեն ինչի։ Եվ մնացյալ ազգերու մեջ երևակայեցեք, որ 60 միլիոն մարդ կար սիրելիներ։ 60 միլիոն ըստրուկ կար։ Եվ այդ ըստրուկները պիտի տեսնենք, որ Ռոմը գօգտագործեր որպես իրենց չաստվածներուն բորոնգություն ընելու համար։ Հռոմը սիրելներ մեղքի քաղաքն էր։ Հռոմն էր, որ սիրելներ քրիստոնյաները գահալած էր։ Քրիստոնյաները արույցներու դիմաց կնեդեր, վայրի կազաններու դիմաց կնեդեր։ Հռոմն էր, որ քրիստոնեական եկեղեցին ամեն ինչ կներ, որ քրիստոնեական եկեղեցին ամբողջությամբ մեջտեղեն վերացներ։ Ռոմը սիրելներ Աստուծո թեմ, Աստուծո ժողովրդին եւ Աստուծո թեմ աշխատող գայսրությունն էր։ Ադորամար այստեղ Բաբելոն մեծ բորնիկ կգոչվի, ինչու որբեսի չմոռնակ Հովհաննես Առաքյալ ակսորված էր Պատմոս գղզին հռոմեական գայսրերուն կողմէ եւ հետեւաբար չէր գրնար Հռոմ անունը գրել, որբեսի հանգարց հռոմեացիները այս գիրքը իրենց ցերկը անցներ, ավելի չհալածեին քրիստոնյաները, անորամար խորհրդանիշ անունով գներգայնային։ Սիրելիներ, այդ ժամանակ բազմաթիվ քրիստոնյաներ մարտիրոսացան, ինչու մարտիրոսացան, գիտեք, քրիստոնյաները շատ լավ քաղաքացիներ էին, վեճ վիճապանություն չէիններ, բայց գիտեք ինչու համար մարտիրոսացան, որովհետև Հռոմի գայսրերը սկսան բարդատրել ինչ, գայսերաբաշխություն, այսինքն բարդատրեցին, որ բոլոր գայսրության հպատակները բաշխեն ոչ միայն իրենց չաստվածները, ով ինչ աստված գուզե թող բաշխե, քրիստոնյաները Քրիստոս գուզեն բաշխել, թող բաշխե, ադիգա հարց չէ, որովհետև չմոռնաք, որ Հռոմը հետանոսություն էր, ամեն տեսակ աստվածներ կային, ամեն տեսակ, եւ Հռոմը ազատ ցկացեր, որ ինչ տեսակ աստված գուզեք բաշխեցեք, իրենց հոգը չէր, բայց քրիստոնյաները գբաջվեին մեկ կարևոր բանի համար, որովհետև Հռոմի գայսերը իրենց համար Բաշտամունք նշանակած էին, որբեսի բոլոր ազգերը զիրենք բաշտեին, որբես ինչ, որբես աստված և պրգիչ։ Ահա, քրիստոնյաները ամբողջությամբ գմերժեին ասելու համար, որ մենք լավ քաղաքացիներ կմնանք, մենք հպատակ կմնանք Հռոմի գայսրին, բայց մենք գայսրը չենք բաշտեր որբես աստված և դեր, որովհետև մեզի համար մեկ աստված կա, մեկ պրգիչ կա, անիկա ով է Հիսուս Քրիստոսն է։ Անոր համար է, որ քրիստոնյաները ինչ կլային, գմարտիրոսանային։ Իսկ ան որ
գդգարանար ու գմերժեր Հիսուս Քրիստոսը եւ յետ կդառնար գգոչվեր ինչ հոգևոր բորնիկ շնացող եւ ահա սիրելներ ճուրերուն վրա նստած էր ասկերուն վրա նստած էր հիմա եղբայրներ եւ քույրեր եթե Հռոմը այսքան մեծ զորություն ուներ գրնակ երևակայել որ ները հագա Քրիստոսը եւ որ աշխարհը ինչ զորություն պիտի ունենա Եթե Հռոմի գայսրությունը միջին արևելքի եւ Եվրոպայի ամբողջ քաղաքները գրաված էր հագա Քրիստոսը եւ որ աշխարհ հայտնվի գիտեք ինչ պիտի լա եկեք հաջորդ համարը սերտենք երկրորդ համար Երկրի թագավորները բորոնգություն արին անոր հետ եւ երկրի բնակիչները անոր բորոնգության քինոյով քինովցան Սիրելիներ բորնիկ գնոջ մեղքը այն չէ որ ինքը իր անձին վնաս կուտա մեղքը կործե այլ բորնիկին մեղքը գիտեք ինչ է որ բաժար գլա աբրիկ ուրիշներու ինչին քայտակության մոլորեցման շեղման համաձայն եք Ուրեմն բորնիկը սիրելներ իր մեջ չի բահեր իր մեղքը, այլ իր մեղքը ինչ կնե դարաձե։ Այս բորնիկ քաղաքը անցյալին Հռոմը իր մեջ չբահեց իր մեղքը, այլ այդ մեղքը դարաձեց ուր ազգերուն վրա։ Իսկ եւ որ ները կա, այդ բոլոր ազգերը իրեն ինչ պիտենե։ Հպատակ պիտի դարձնեն, այցեք ինչ կսե։ Երկրի թագավորները բորոնգություն արին անոր հետ այսինքն սիրելիներ դժբախտաբար մեղքի բաժար եղավ անցյալին Հռոմը ինչպես բորնիկը բաժար գլա մեղքի շատերու քայտակման այդպես ալ սիրելիներ աշխարհի վաղճանին այս եկեղեցական կամ գրոնական համագարքը որ պիտի ստեղծվի բաժար պիտի լա շատերու քայտակության Հիշեցեք Հիսուսի խոսքը Մատթեոսի ավետարանի 18-րդ գլխու 7-րդ համարի մեջ ասած Հիսուս ասավ Վայ աշխարհին որովհետև անոր մեջ ինչ պիտի լան քայտակություններ պիտի բադահին Եվ Հիսուս ասավ քայտակություններ անբագաս են աշխարհի մեջ այո բայց վայ անոր վայ այն մարդուն որուն ցերկով ուրիշներ քայտակության մեջ գինան Բորնիկ գինը եթե ինքը կամ բորնիկ մարդը շնացող մարդը եթե ինքը իր անձնական մեղքեր ունի իր անձնական մեղք ունի բայց երբ որ բորոնգությունը այնպիսին է որ սիրելներ ամբողջ մեղքը գդարածվի վայ անոր որուն ցերկով քայտակություն գլա Եվ Հիսուս այսօր մեզյալ գսե վայ եկերե որ եթե մենք ուրիշին քայտակության պատճառը լանք վայ Սիրելներ Հռոմի մեղքը իր մեջ չմնաց, այլ ամբողջ այս բորնիկ գնոջ պես դարձավ, դարածվեցավ բոլոր ազգերուն վրա։ Եվ տեսեք ինչ գսե, երկրի բոլոր թագավորները բորոնգություն ունին անոր հետ, եւ երկրի բնակիչները անոր բորոնգության քինիով քինովցան։ Ինչ կնշանակե բորոնգության քինի? Կնշանակե հեշտության, բղերքության հաջույքներու քինի այսինքն բորնիկը ինչպես որ սիրելներ ամեն ինչ կնե որբեսի քաղցություն դա եւ քաշե քրավե բայց իրականության մեջ ինք թույն է աշխարհը սիրելիներ մարդոց գրանցնե այնպիսի հաջույքներ որ մարդիկ վայելեն տեսեք ինչու համար սիրելներ եկեղեցիներու մեջ եկեղեցի հաջախողներուն թիվը քիչ է բայց Երբ որ օրինակ night club կա, քիշերային ագումբ կա, այնտեղ խենթ ու խելար երաժշտություն կա, այնտեղ թմրեցուցիչ կա, այնտեղ մեղ կա, այնտեղ սերային սանցարցակ կյանք կա, այնտեղ խմիչ կա, այնտեղ ամեն տեսակ սանցարցակություն կա, այնտեղ լիքն է, ինչու։ Որովհետև սատանան սիրելեր մարդիկը երդասարտները եւ ոչ միայն երդասարտները, այլ մարդիկը գխապե անոնց դալով մշտական հաջույքներ, որ անոնք ճաշակեցեք, անոնք վայելեցեք։ Եվ ամենք սալ գիտենք սիրելներ,
որ յուղոտ ջաշերը միշտ համով են, բայց յուղոտ ջաշերը ինչ կբերեն մեզի, քոլեստերոլ, heart attack, այո, սրտի գաթված, սիրելիներ, ըսկուշավորությունն է, որ քեզ գծկե որ դու առողջապահական սննդականունիդ մեջը առողջության լավն է, չէ՞, ըսկուշավորությունը։ Հիմա նույն ցևով այս աշխարհը մեզի կհրամցնի այնպիսի ճագերդի մեջ սնունդներ, գերագուրներ, որոնք սիրելներ մեզ գջարբագալեն մեղքերու մեջ, սակայն վերջավորության սրտի գաթվածով մեզ կսպանեն։ Այս բոլորը Սուրբ Գիրքի մեջ կգոչվի սիրելներ հոգևոր բորոնգություն։ Եվ բորոնգության քինին խորհրդանիշ է ամփարոյության, բղծության, նաև Աստծո գրնակ դարձնելուն, ուրիշ աստվածներու յետևեն երթալուն, ճշմարիտ աստված բաշտութենեն հրաժարելուն եւ փոխարենը գուրքեր բաշտելուն։ Սուտ մարգարեն սիրելներ շատերը պիտի խապե։ Այսինքն այս գրոնական համագարկը, որ աշխարհի մեջ պիտի կա, շատերը պիտի խապե, դժբախտաբար։ Եվ այդպիսով մեղքի պիտի առաջնորդե։ Սիրելի քույրեր, եղբայրներ, բոլոր ժամանակներուն դեսեք Բաբելոն գա, բոլոր ժամանակներուն։ Ինչպես որ անցյալի մեծ քաղաքները Նինվեն, Դյուրոսը, Փյունիգեն, Լիբանանը, Երուսաղեմը բորնիկ կոչվեցան, որովհետև քայթաղեցուցին մարդիկը դեպի մեղք։ Այսօր աշխարհի մեջ դուք մտածեցեք, որքան Բաբելոններ կան, չէ՞, որքան Բաբելոններ կան։ Բաբելոններ, որոնք ուղղակի մեղքի առաջնորդ են, եւ հետաքրքրական է, չէ՞, որ նույնիսկ քիշերային ակումբներ կան, որոնք կգոչվին Բաբելոն։ Հատուկ անուններ են ասոնք։ Հատուկ անուններ են սիրելներ, որովհետեւ անոնցով մարդիկը քայթաղեցնեն եւ տեսեք, այս բոլորը կան հստակ կերպով, առանց ծածկելու, այլևս սատանան սիրելներ առաջ ծածկված կգործեր։ Հիմա սատանան բացահայտ կգործե։ Բացահայտ, որովհետև արդեն ժամանակ եկած է, որ ամեն ինչը բացահայտվի։ Հիսուս Քրիստոս գաստարարե մեզի, որ այդ ժամանակ գիտեք ամենեն ահավոր բանը ինչ պիտի ստեղծվի։ Հավատուրացություն կնշանակե սիրելներ ուխտաթրուժություն, այսինքն մարդիկ պիտի հավատքեն հերանան։ Հիսուս ինքը ասավ 24-րդ գլխու մեջ Մատթեոսի ասավ 13-րդ համարը կգարտամ, անօրենության բազմանալուն պատճառով շատերուն սերը պիտի ծամքի։ Իսկ Ղուկաս 18-րդ գլխու 8-րդ համարի մեջ Հիսուս ասավ, երբ մարդու որդին աշխարհ կա, երկրի վրա հավատք պիտի գտնե։ Շատ վտանգավոր ժամանակներ պիտի լան, շատ հավատուրացություններ պիտի լան, ուխտաթրուժություններ պիտի լան, շատ։ Եվ այս բոլորը սիրելիներ դժբախտաբար պիտի գադարե այս համագարկը, այս սուտ համագարկը, սուտ մարգարեին։ Եվ դժբախտաբար եկեղեցին կամ գրոնականությունը պիտի օգնե սիրելներ սատանային։ Այսօր դժբախտաբար, այս բառը շատ կգործածվեն, բայց այս է դժբախտաբար գրոնավորներու մեծ մասը ցավի սիրտ կսեմ։ Եվ չեմ խոսիր միայն մեր ազգի գրոնավորներուն, այլ բոլոր գրոնավորներու մեջ, բոլոր ազգերու մեջ։ Գրոնավորներու մեծ մասը գամ սիրելներ բիզնեսի համար մտածեն գրոնական կյանքի, գամ սիրելիներ փառքի համար մտածեն, գրոնավորներու մեջ խիստ շատացած է միասերականությունը, գրոնավորներու մեջ շատացած է մանկաբղծությունը, գրոնավորներու մեջ գա նյութաբաշխությունը եւ այս բոլորը սիրելիներ սուրբ գրոնավորներու անունին ինչ կբերեն ամոթանք եւ անոր համար մարդիկ թացնալ ճորին հետ գայրեն ասելու համար բոլոր գրոնավորներն ալ վաճառական են, բոլոր գրոնավորներն ալ սդախոս են եւ այս բոլորը որուն ուզածն է սատանային։ Սատանան է որ գահասնե սիրելիներ այս բարձր մագարտակներու։
Հետաքրքրական է այս պատերազմը, որ եղավ Իրանի պատերազմը, որ ցավիսիր դակավին գշարունակվի։ Իրանի մեջ սերբակալվեցավ գինը, որ ֆրանսացի է։ Եվ այս գինը սիրելիներ ինքը իրականության մեջ հրյա եղած է, բայց 15 տարիներ առաջ Բարձկաստան կորձուղված է հրյա գարավարության կողմէ, որպես ֆրանսուհի ամուսնացած է Բարսիգիմի հետ, իսլամ դարձած է եւ pedagogan բարձր մագարտակներու ասեր է, pedagogan մարդոց հետ տեսնվելու եւ հարցազրույցներ ունելու եւ իրականության մեջ ինք թիվ 1 լրդեսներն մեկն է, որ Իսրայելի ինչ կփոխանցեր, լուր կփոխանցեր։ 15 տարի առաջ պատրաստեր են այս կնկան։ Սատանան սիրելիներ ճիշտ այդպես է։ Սատանան նախորոք եկեղեցականներ գբերե, անդամներ գբերե եկեղեցի, որ եկեղեցական դառնան։ Ամեն տեսակ բղծություն գարդոնվի իրենց այդ եկեղեցականներուն։ Չեմ ուզեր շատ խոսիլ, որովհետև այնքան գիտեմ սիրելիներ, այնքան մեջնեմ, այնքան բաներ գիտեմ, որ ուղղակի ես իմ վերջին քարոզից մեջի ես քայթակած եմ այդ ներքին խոհանոցեն։ Որովհետև որքան շատ բան գիտնաս, այնքան ավելի հուսախապ կլաս։ Բայց պարկ Աստծո Աստված ինձ այդ գերդոտ խոհանոցեն դուրս անեց, ամենայն սելիկս։ Սատանան սիրելիներ այնպիսի մարդիկ պատրաստած է եկեղեցիներու մեջ, որ անոնք թշպախտաբար բարձր մագարտակի հասնելով, որովհետև բարձր մագարտակներու հասնելու համար այս օրերուն հատկապես շատ քիչեր կան, որոնք սուրբ գենցաղով բարձր թիրք ունենան սիրելիներ, շատ քիչերն են, շատ քիչեր։ Ընդհանրապես պետք է կամ քաղտնի գազագերբչական, կամ մասոնական, կամ ինչ գուսակցական, ուրեմն ժողովներու եւ խմբակներու մասնագիտ դառնաս, որովհետեւ բարձր թիրք ունենաս, ինչու, որովհետեւ ենթակայություն ունիս անոնց։ Եվ այդ բոլորը սիրելներ գբադրաստե սատանային աշխարհ կալուստը եւ այդ գրոնական համագարկը, որ պիտի ստեղծվի։ Շատեր թերևս հիմա ինձի որ լսեն, պիտեսեն, որ քո այս բոլորը սածները օդի մեջ բաներ են։ Բայց մորթիս վրա հասկացած բաներ են եւ կորոնայի ժամանակ շատ բաներ խոսեցա, մարդիկ շատ թեմս գրեցին եւ վերջավորության բոլոր ըսածներս, ոչ իմ ըսածներս, Աստուծո օգին, որ ինձ հայտնած էր, այն բոլորն ալ իսկապես ալ գդարվեցան։ Եվ այս բոլորն ալ պիտի տեսնվին, որովհետեւ սիրելիներ սատանան չմոռնաք անկուն է անիգա, չի կնանար։ Չի կնանար, անորամար Իսուս մեզ սա որ մի կնանակ, արդու մնացեք, որովհետև սատանան չի կնանար, 1001 մեղքեր կբերի եւ 1001 մարդիկ կպատրաստե աշխարհի մեջ։ Եվ այդ բոլորը հաջողցնելու համար սիրելիներ սատանան ամեն ինչ պիտի։ Բայց եղբայրներ եւ քույրեր, Աստված դեսեք ինչ կսե երկրի թակավորները բորունգություն ունեն անորետ եւ երկրի բնակիչները, ովքեր են երկրի բնակիչները։ Մենք ենք, ոչ։ Հայտնությունով անու քրկի մեջ հիշեցեք, երկրի բնակիչ ըսելով կհասկացվին անորեն մարդիկը։ Հավատացյալները երկրի բնակիչ չեն։ Մենք կգոչվենք, գիտեք ինչ, երկրաքաղաքացի։ Մենք երկրաքաղաքացի չենք, այլ մենք երկրաքաղաքացի ենք։ Երկրի բնակիչները այս աշխարհի մեղքերով, այս աշխարհի բորոնգության քինովցածներն են։ Ստագ է, մենք երբեք երկրաքաղաքացի չենք, որովհետև մեր աչքերը միշտ ուր են, երկինք, եկեղեցի արքայություն քո։ Հիսուսով երկնքի արքայությունը խնդրեցինք։ Մենք երկրաքաղաքացի ենք։ Երկրաքաղաքացիներն են, որոնք թշպախտաբար քինովցան, այսինքն մեղքերու մեջ դարվեցան, եւ քանի որ մեղքերու մեջ դարվեցան, Բաբելոնը, որ պիտի գործանի, անոր հետ նաեւ պիտի գործանին ովքեր երկրի բնակիչները, եւ ով պիտի գործանե, ով պիտի թադեզանոնք, Աստված։ Տեսեք Սամոս 75-ի մեջ ինչ կսե, 6-8 ամառները կգարտամ։ Արտարև Թադաստանը ոչ արևելքեն գուկա, ոչ արևմուտքեն, ոչ հարավեն եւ ոչ հյուսիսեն, այլ Աստված է թադավորը, որ մեկը գխոնարեցնի եւ մյուսը գփարշացնի։ Որովհետեւ, լավ լսեցեք, Դիրոջ ցերքին բաժակ մգա եւ փարգության թունդ քինիով լեցուն։
Այդ փաժագեն խմել գուտա երկրի բոլոր ամբարիշներուն եւ որոնք զայն պիտի կամեն իր մրուրով միասին։ Մենք իջ առաջ 51-րդ Երեմիայի մարգարեին խոսքը գարտացինք։ Այնտեղ 7-րդ համարի մեջ կսե, որ այս Բաբելոնը քինովցուց մարտիկը երկրի։ Ասկարաչա դեսած էինք 14-րդ գլուխը երբ կսերդեինք 8-րդ համարը։ Քինովցուց Եվ անոնք, որոնք Բաբելոնին հետևեցան, անոնք, որոնք սիրելներ այս աշխարհի չար համագարկին պիտի հետևին, քինովնալով պիտի գործվին։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր աշխարհի մեջ ինչպես ասի շատ բորնիկ քաղաքներ կան։ Աշխարհի թիվ 1 միասերականներու քաղաքը գիտեք որ քաղաքն է։ Թել Ավիվը, Հրեաստան։ Աշխարհի թիվ 1 միասերականներու քաղաքն է։ Իսկապես։ Կրնանք Երևանայել։ Հրեաստան։ Թել Ավիվը որ մայրաքաղաքն է, որ անցյալին Яфան էր։ Ամերիկան Երևանայեցեք որ Թել Ավիվն է առաջին աշխարհի մեջ։ Սան Ֆրանցիսկոն գուկա, չմոռնաք, Հունաստանը, Հոլանդան, շատ քաղաքներ։ Լոս Անջելեսը բագաշ չէ։ Ասոնք բոլորն ալ Բաբելոն քաղաքներ են։ Բաբելոն քաղաքներ են։ Եվ Երևանայեցեք որ սիրեներ ներին ժամանակ ընդհանուր Բաբելոն պիտի լա։ Ընդհանուր Բաբելոն պիտի լա։ Ոչ թե այս քաղաքը կամ այդ քաղաքը, այլ ամբողջ երկիրը իր ցերքի մեջ Բաբելոն պիտի լա։ Բայց չեմ ուզեր որ վախնակ, իդ ուզեմ սիրելներ առաջին համարը երթաս, որովհետև սիրելի քույրեր եղբայրներ, մեկ բան մեր մտքի մեջ ունենանք, չխորովինք, չվախնանք, որովհետև հրեշտակը ինչը սավ Հովհաննես Առաքյալին նորեն գարտանք։ Ուրեմն ասավ հոս եկուր եւ ես քեզի ցույց պիտի տամ այն թադաբարդությունը, որուն պիտի ենթարկեմ հրճագավոր բորնիկը։ Վերջի վերջո սիրելիներ, այս բորնիկ Բաբելոնը, այս բորնիկ աշխարհը, որ սատանայի իշխանության տակ այս կամ մեղքեր պիտի վերջի վերջո ինչ պիտի լա, պիտի թադաբարդվի եւ գործանի։ Ահա սիրելիներ մեր համբերությունը։ Անոր համար Հիսուսը ասավ, ով որ մինչև վերջ համբերե, անիգա պիտի բրգվի։ Համբերենք, սրբությամբ ապրենք, չխառնակվենք, հոգևոր բորոնգություն չնենք, այլ սրբությամբ ապրենք սիրելիներ հոգևոր աչքերով եւ ինչ որ այստեղ գսորվիկ, ծեր զավակներուն խոսեցեք, կխնդրեմ։ Ծեր զավակներուն խոսեցեք, ծեր ընտանիքի մեջ խոսեցեք, ծեր ամուսիներուն, ծեր գիներուն, ծեր եղբայրներուն, ծեր քույրերուն, ինչ կխոսիկ։ Վաղ արդու որ տելեֆոն բիդնեք ծեր հարազատներուն, անոնք որոնք մանավանդ դուն են կորց բան չունեն, կամ անոնք որոնք կորձի գերտան, ինչ կխոսիկ։ Այս հակույստը, այդ գաբուստը, այդ բոլորի մասին, լավ է խոսեցեք, բայց խոսեցեք նաև Աստծո մասին։ Խոսեցեք այս բոլորի մասին, արտնցուցեք, եթե իսկապես մտահոգ եք ծեր ընտանիքի անդամներու փրկությամբ, իսկապես այս բոլորը արտնցուցեք, որովհետև Հիսուս ասավ, ինչ որ ցեզի էսի, ձաձուկ երբով կացեք եւ հրաբարակներու վրա բոլորին հայտարարեցեք։ Աստված օգնական եւ բաբանը լա բոլորի սիրելներ, Աստված չար ժամանակները մեզ ազատե եւ հոգեվորապես արթուն բայ։ Եկեք խոնարհինք եւ նեղություններու մեջ զաստված գանչելու աղոթքը գարտանք մեր հայ առաքելական եկեղեցվո ժամակիրքի մեջ են առնված։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ով հայր եւ Աստված, որ կթարած ես եւ ամեն տեսակի մխիթարություն բարգեւելով մեզ կմխիթարես մեր բոլոր նեղություններու մեջ։ Այս բահուն լսեք ու ծարաներուտ բաղադալից խնդրանքը եւ ընդունե մեր աղաչանքը։ Թուն որ բարերարես, չնչե մեր հանցանքներուն արժանի ահավոր բադիժը։ Ներողամիտ գտնվե եւ լսե մեզ, քավե եւ ները մեր մեղքերը։ Արժանի է քոության փառավորելու քեզ, հորը եւ միածին որդին հետ միասին, այժմ եւ միշտ եւ ավիդյանը սավիդենից ամեն։ Դերվոր միա
Հիշյադեր և ողորմյա Հանուն հոր և որդվո և օգվույն սրբո ամեն Հայր մեր որ հեգիս ես սուրբ եղեցի անուն քո Se arcaiution co Yerizingam co vorbes ergis yevergri Sats mer hanabazor durmeza Tolmezas vardis me vorbes yevemen tohum kmerot bardabanat yemidanir smezi portsutu Զիկոյե արքայություն և զորություն և փառք Հավիդյանս Հավիդենից ամեն օրտնյալք եղերուքը շնորհացն սրբո օգվույն երթայք խաղաղություն և Տեր Հիսուս Քրիստոս եղիցի ընձեզ ընդ ամենեսյանդ ամեն Աստված ձեզ հետ սիրելներ ամփորձանք ձեր դուներ հասնեք